Sportcast. Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, անդրադառնում ենք ֆուտբոլին, այս շաբաթ կանդրադառնանք նախորդ շաբաթ տեղի ունեցած Եվրագավաթային խաղերին, 3 գավաթում էլ մրցակցությունը բավական թեժ էր, նաև հանդես եկավ կոնֆերենցիաների լիգայի մեր հայկական Հայաստանի չեմպիոն Նոա Ակումբը, տնային խաղ էր, կխոսենք այդ խաղի մասին, կանդրադառնանք չեմպիոնների լիգայի այդպես թեժ դիմակայություններին, մի խոսքով ֆուտբոլն է այսօր մեր թեման, իսկ իմ հյուրն է Fast Media հեռուստաընկերության մեկնաբան Էդմոն Մարտիրոսյանը, շնորհակալ եմ Էդմոն հրավերս ընդունելու համար, սկսենք Նոայից, տնային խաղեր սպասելի էր, որ համենայն դեպս ակնկալիք այնպիսին էր, որ հայ երկրպագուն, Նոայի երկրպագուն սպասում էր միավորներ, որ վաստակի Նոան այս խաղում, Սիգմայի հետ ի վերջո տնային խաղ էր, չեխական այսպես առաջատար ակումբներից մեկը չէ Սիգման, բայց արի ուտես, որ մեկ այլ իրավիճակ ստացվեց, արդյունքը բավական ցավալի էր Հայաստանի չեմպիոնի համար։ Ինչ դիտարկեցինք։ Արդյունքը չափազանց հիասթափեցնող էր, ես էլ հաղթանակ էի սպասում Նոայից, հաշվի առնելով մեր մրցակիցներին եւ համեմատելով նախորդ մրցաշրջանի մրցակիցների հետ, իրոք ռեալ շանս ունենք առնվազն անցումային փլեյօֆի ուղեգիր նվաճելու, բայց Նոան սեփական դաշտում չկարողացավ հաղթել Սիգմային։ Խաղի տեսանկյունից ամեն ինչ շատ վատ էր, ոչինչ չէին կարողանում անել Նոայի ֆուտբոլիստները, ոչ լավ գրովում էին, ոչ լավ պաշտպանվում էին եւ միգուցե այստեղ կարելի է ընդգծել, որ մարզչական խնդիր կա։ Ճիշտ է, Պերկովիչը եւ Ռուի մոտան շատ են տարբերվում։ Նախորդ մրցաշրջանում մենք սովորեինք Նոային վառ հարցակողական ֆուտբոլ խաղալիս տեսնել, բայց Պերկովիչը պահում էին, չեմ ասում ամբողջ 90 րոպեն, բայց մոտավորապես 60 րոպեն, այսպես ընդմիջումներով տեմպ կար խաղի մեջ Նոայի։ Իսկ Պերկովիչը ավելի շատ պրագմատիկ ֆուտբոլ է դավանում, ճիշտ է, նա երբ եկավ Նոա, նշեց, որ ինտենսիվ, արագ ֆուտբոլ է ցանկանում ներարկել Նոայի խաղացողներին, բայց դա դեռ չենք տեսնում, ընդամենը 2 հանդիպում կառանձնացնեմ, Օլիմպիայի դեմ 2 խաղերը, որտեղ Նոան տպավորել է, իսկ կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում բոլոր խաղերում պրագմատիկ տպավորություն է թողել, իսկ Սիգմայի դեմ դա ընդհանրապես չստացվեց, եթե մտածում էին լավ պաշտպանվելու մասին, ապա ասեմ, որ սխալները շատ էին եւ եթե Սիգմայի փոխարեն այլ մրցակից լիներ, նման ֆուտբոլով Նոան նույնիսկ խոշոր հաշվով կպարտվեր։ Էդմոն, մենք հայկական ակումբներին անդրադառնալիս շատ անգամ նշում ենք, որ հայկական ակումբների հիմնական այսպես թերացումներով լի գիծը դա պաշտպանական գիծն է։ Այդպես է ցավոք սրտի նաև Հայաստանի ազգային հավաքականում եւ մեր մրցակիցները, եթե մենք խոսում ենք թե Նոան ինչպիսի, այսինքն գլխավոր մարզիչը Պերկովիչը ինչպիսի ֆուտբոլ է դավանում կոնֆերենցիաների լիգայում, դավանում էր, ապա պետք է հաշվի առնենք թե ինչպես են մոտենում Նոայի հետ դիմակայություններին մրցակիցները։ Մրցակիցները տեսնելով պաշտպանական գծի որոշակի թերացումներ, շեշտը շատ անգամ դնում են ստանդարտ խաղարկումների վրա։ Այո։ Լինի դա անկյունայինի խաղարկում, լինի նույնիսկ եզրային նետում, ել չեմ ասում տուգանային հարվածների։ Այսինքն մենք իրանք հաշվին առնում, որ գլխով խաղը գուցե ստացվի, այսինքն ստանդարտները բավական մոտեցնում են գոլային պաս ստեղծելուն։ Ել չեմ ասում խառնաշփոթը, որը տիրում է ենթադրենք Նոայի տուգանային հրապարակում ստանդարտի խաղարկման ժամանակ։ 2 գոլերն էլ իդեպ հենց այդպիսի խառնաշփոթի արդյունքում կարողացավ Սիգման խփել։ Այո, համաձայնում ստանդարտների ժամանակ թերությունները շատ են, նաև Սիգման այն թիմերից է, որը կարողանում է այդ ստանդարտները օգտագործել, մինչև Նոայի դեմ հանդիպումը 1 գոլ էր խփել եւ այդ 1 գոլն էլ անկյունայինի միջոցով էր կարողացել խփել, այնպես որ դա օգտագործեցին նաև բարձրից պրեսինգը, երբ մեր պաշտպանները խաղարկում էին գնդակը սեփական տուգանային հրապարակի մատույցներում, ճնշում էին գործադրում Սիգմայի ֆուտբոլիստները եւ արդյունքում Նոայի խաղացողները գնդակ էին կորցնում։ Շատ էր Պերկովիչի թիմը փորձում երկար փոխանցումներով առաջ շարժվել, Մուլա Հուսեյնովիչի ուղղությամբ էին փոխանցումներ կատարում, բայց ինձ համար զարմանալիորեն գրեթե 2 մետր հասակ ունեցող Մուլա Հուսեյնովիչը պարտվում էր գրեթե բոլոր մենապայքար
պայքարները, դա էլ էր խնդիր, այնպես որ եւ մենապայքարների եւ պրեսինգի շնորհիվ Սիգման կարողացավ հասնել ցանկալի արդյունքի։ Երկար փոխանցումները ընդհանրապես ֆուտբոլում ընդունված է, որ երկար փոխանցումները դա գերակշռ մասում, չեմ ասում 80-90%-ում գնդակի կորուստ է։ Դրա համար հիմա ժամանակակից ֆուտբոլը իհարկե top առաջնությունները եթե նայում եք ակումբային, ապա փորձում են խաղարկել իր դարպասից սկսած, այսինքն գնդակը առաջ տանել դարպասից սկսած։ Երկար փոխանցումը դա որպես կանոն նույնիսկ եթե top ակումբները ունենում են այսպես բարձրահարցակ հարձակվողները, որոնք կարող են կարճել այդ գնդակից, դարձյալ գնդակի կորուստի այսպես ցուցանիշը բավական մեծ է։ Այս պարագայում շեշտը դնել դրա վրա անհասկանալի է ինչու։ Եվ նաև անհասկանալի է այն պարագայում, երբ 10 անգամ փորձում ես եւ 10 անգամ էլ ցախողվում ես, կարելի էր այլ կերպ փորձել խնդիրներ ստեղծել Սիգմայի համար։ Հոլանդն էլ չի կարողանում կարճի այդ գնդակից։ Հազվադեպ է ստացվում իմ մոտ, այդպես չէ։ Նույնիսկ Էրլինգ Հոլանդի մոտ։ Այո, նույնիսկ Հոլանդն է խնդիրներ ունենում, ճիշտ է, երբեմն այդ երկար փոխանցումները կարողանում են արդյունք բերել, բայց միշտ դա հնարավոր չէ դրանով հաջողել եւ Նոան Սիգմայի դեմ մրցավեճում շատ էր փորձում հենց Մուլա Հուսեյնովիչի միջոցով կազմակերպել գրողները, այսինքն Մուլա Հուսեյնովիչը պետք է վերցներ այդ գնդակները, բաժաներ խաղանկերներին եւ զարգացում ապահովեր գրողներին, բայց հենց առաջին փոխանցումից հետո Մուլա Հուսեյնովիչը կորցնում էր գնդակը եւ Սիգման գնում էր գրողելու։ Ռուի Մոտայի Նոան այլ պատմություն էր։ Ռուի Մոտայի Նոան ավելի խայտաբղետ էր գործում հարձակման գծում։ Դե եզրերն էին օգտագործում թե կենտրոնական հատվածը։ Միանշանակ նաեւ ֆուտբոլիստները սահմանափակված չէին։ Մենք տեսել ենք թե Էլդեր Ֆերեյրան ինչ ֆուտբոլ էր ցուցադրում, նրան տարբեր դիրքերում էր օգտագործում պորտուգալացի մասնագետը, իսկ Հելդերը երեք կարծես թե սահմանափակված լիներ, միայն փոխանցում էր կատարում տուգանային հրապարակ, նույնիսկ շատ քիչ էր տեղաշարժվում, դա ձախ կիսապաշտպանի դիրքում այնքան լուրջ խնդիր ունեինք, որ Սանգարեն էր ձախ կիսապաշտպանի պարտականություններ կատարում, բայց եթե նայում ենք նաև Նոայի սելեկցիային, դրա վրա էլ պետք է ուշադրություն սևեռել։ Այդտեղ պետք է խաղար կամ Ալեն Գրգիչը կամ Մարին Յակոլիշը, Ալեն Գրգիչը ընդհանրապես չի տպավորում, Յակոլիշը մի փոքր բացվել է, բայց վնասվածք ուներ եւ չմասնակցեց, դե Վիրջիլ Պինսոնն էլ մարշի որոշմամբ դուրս է մնացել հայտացուցակից, ինչ որ կարգապահական խնդիր կար ու այդ առումով ցախ եզրով ընդհանրապես ոչինչ չստացվեց։ Մենք դիտում ենք խաղերը որպես փորձագետներ կամ ֆուտբոլասերներ, մենք մեկ կարծիք ունենք, բայց ի վերջո որոշողը իհարկե գլխավոր մարզիչն է եւ իր մարզչական շտաբը, թե ենթադրենք հիմնական կազմում ում ընդգրկել եւ որ դիրքում ով պետք է խաղա։ Կարևորագույն հարցեր, որը ֆուտբոլասերից շատերը նշում էին, թե ինչու Չանչարևիչը չկա, չնայած մենք տեսել ենք, որ Չանչարևիչը որոշակի խաղային ժամանակ է ստանում Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում, իսկ արդեն որորդ խաղն է Եվրագավաթում Չանչարևիչը իհարկե այն հայտնի իր այսպես սխալներից հետո Լինկոլնի հետ խաղում, եթե ճիշտ եմ հիշում։ Այո, շատ սխալներ թույլ տվեց վերջին շրջանում Չանչարևիչը, շատ պարզ կարծում եմ ընդգծվում է թե ինչու է Չանչարևիչը Fastex Premier League-ում խաղում, որովհետև նա ուղղակի պետք է այդ լեգիոնականների լիմիտը ապահովողներից մեկը լինի, երբ ֆայլում տեղափոխվեց որպես Հայաստանի քաղաքացի։ Այո, երբ ֆայլում տեղափոխվեց Նոա, ես գրեթե կասկած չունեի, որ նա կոնֆերենցիաների լիգայում լինելու է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, այնպես չէ որ ֆայլում վատ դարպասապահ է, ուղղակի խնդիրները այս բանի շատ են, ճիշտ է Սիգմայի դեմ մրցավեճում էր նա այնքան էլ լավ տպավորություն չթողեց, օրինակ երկրորդ գոլի դրվագում, նաև առաջին գոլի դրվագում կարող էր ավելի լավ գործել, երկրորդ գոլի դրվագում ընդհանրապես անկյունայինից եկավ գնդակը չկարողացավ բարեհաջող հեռացնել եւ արդյունքում գոլ բաց թողեցինք, կարելի է ասել այս պահի դրությամբ դարպասապահի դիրքից սկսած ամենտեղ նոան խնդիր ունի, բայց եթե գոնե այդ խնդիրներից մեկը լուծվի, հնարավոր է այդ լավ դրական նոտան փոխանցվի նաև մյուս խաղացողներին։ Կարող եմ Անդրեա Ունանայի օրինակը բերել, Մանչեսթեր Յունայթեդը շատ վատ ֆուտբոլ էր ցուցադրում եւ դա իհարկե անդրադառնում էր նաև Անդրեա Ունանայի խաղի վրա ու արդյունքում նրա մակարդակը այնքան իջավ, որ տեղափոխվեց Թուրքիայի առաջնություն։
մենք տեսանք, որ 3 գոլերներ Նոա Սիգմա խաղում, այսպես զավեշտալի, այսպես գոլեր էին։ Զավեշտալի նկատի ունեմ այն առումով, որ գնդակը այսպես ոչ արագ ընթացող գնդակը, այսպես տեմպին համապատասխան գոլեր, ոտքերի արանքով էր անցնում ֆուտբոլիստների, դարպասապահի 3 գոլերն են այդպեսին, այդ թվում նաև Նոայի հեղինակած գոլը։ Այո, համաձայն եմ ամբողջությամբ տարօրինակ գոլեր էին։ Մուլա Հուսեյնովիչի գոլը ընդհանրապես ընկած դիրքից կարողացավ հպվել գնդակին եւ դարպասապահը պետք է այդ գնդակը հետ մղեր, ակնհայտ էր որ Սիգմայի, բայց ձեռքի տակով անցավ։ Ես ասացի, որ ֆայլուն ընդհանուր առմամբ այնքան էլ լավ տպավորություն չթողեց, միգուցե, չգիտեմ, վստահության պակաս ուներ Նոայի դարպասապահը, որովհետև նա իրոք լավ որակներ ունի, երկրորդ գոլի դրվագում ես նրան մեղադրեցի, բայց այդ գրոյի սկզբնական փուլում, երբ անկյունային էր խաղարկում Սիգման, բայց արդեն մրցակցի արվածի ժամանակ իհարկե Նոայի մյուս ֆուտբոլիստներն էին մեղավոր, որ թույլ տվեցին Սիլային այդպիսի դիրքից արված կատարել։ Հետո եղավ անդրադարձ, գնդակը փոխեց ուղղությունը եւ այդտեղ դարպասապահին մեղադրել իհարկե չենք կարող, բայց ընդհանուր առմամբ այո, կարծում եմ հենց տեմպին համապատասխան գոլ էր խփեցին շատ դանդաղ, այսպես քայլելով գնդակը գնաց հայտնվեց դարպասում։ Ինչպես Նոայի մարզչական շտաբը ֆուտբոլիստները պատրաստվում են յուրաքանչյուր խաղի, այդպես էլ մրցակիցներն են պատրաստվում Նոայի հետ խաղերի։ Հիմա հաջորդ մրցակիցը Նոայի շոտլանդական Աբերդինն է, պատմական ակումբ, որը նաև Եվրագավաթ է ժամանակին նվաճել։ Հիմա Աբերդինը լավագույն մարզավիճակում չէ, ակնհայտ է, նույնիսկ Շոտլանդիայում։ Սակայն ակնհայտ բրիտանական ֆուտբոլ դավանող թիմ է, օրինակ նույն անգլիական թոփ ակումբները վաղուց այդ բրիտանական ֆուտբոլը չես տեսնում այդ թոփ ակումբների ցուցադրած խաղում, բայց Շոտլանդիայում դեռևս մնացել է այդ բրիտանական ֆուտբոլը ինչ նկատի ունենք, մեծ արագ տեմպ, գնդակի արագ խաղարկում, երկար փոխանցումներ եւ ստանդարտներ, իհարկե նաեւ գլխով խաղ։ Հիմա Աբերդինը ակնհայտորեն կնայի Նոա Սիգմա խաղը, մարզչական շտաբը իրենց կնայի եւ կտեսնի, որ այսպիսի իրավիճակներում անդադար ենթադրենք Նոայի խաղը կոտրելով, ստանդարտներ վաստակելով կարող են Նոայի հետ խաղում 3 միավոր վաստակել Շոտլանդիայում։ Միանշանակ հաշվի առնելով այդ փաստը, հաշվի առնելով այն փաստը, որ սեփական դաշտում է խաղալու Աբերդինը համարվում է ֆավորիտ, բայց հայկական թիմերը նաև Հայաստանի հավաքականը Բրիտանիայի ներկայացուցիչների դեմ լավ խաղալու փորձ ունեն։ Այո, եղել է նաև հանդիպումներ, ակումբների եւ ոչ Անգլիայի հավաքականի հետ երբևէ, եթե ես ճիշտ եմ հիշում։ Դե այո, Անգլիայի եթե խաղային քել դա բացառություն կլիներ ազդած հաշվի առնելով։ Անգլիական ցավալի է, բայց անգլիական ակումբների հետ էլ մեր թիմերը ակումբները չեն։ Դե կարող ենք հիշել Վուլվերհեմպտոնի դեմ հանդիպումը, թե մակարդակների տարբերությունը շատ մեծ է, լավ այսպես ձևակերպեմ, եթե մակարդակների տարբերությունը շատ մեծ չի լինում, ապա Հայաստանի ներկայացուցիչները կարողանում են գոնե լավ հանդիպում անցկացնել։ Դուք նկատի ունեք, Էդմոն, իռլանդական, շոտլանդական, այո, Բրիտանիայի ներկայացուցիչները բացառությամբ Անգլիային չեն նայի, որովհետև այնտեղ մակարդակը, այո, այնտեղ մակարդակը շատ ուրիշ է։ Ես հենց դրա վրա եմ ուշադրություն սևեռում եւ հույս ունեմ, որ նրանք կարողանան շտկել իրավիճակը, որովհետև Աբերդինից հետո 2 հանդիպում կունենանք Լեգիա եւ Դինամո Կիև, 2 թիմեր, որոնք մակարդակով շատ բարձր են, օրինակ Լեգիան նախորդ մրցաշրջանում կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ հասավ, պարտվեց Չելսիին, բայց Սթենֆորդ Բրիջում կարողացավ հաղթել Չելսիին, 2 խաղի արդյունքում պարտվեց, այնպես որ եթե նայում ենք հիմա Նոային, թե ինչ ֆուտբոլ է ցուցադրում, կարծում եմ շատ բարդ իրավիճակում է Սիգման հարմար մրցակից էր Սիգմային հաղթելու դեպքում գրեթե կլուծեինք անցումային փլեյոֆ դուրս գալու հարցը, բայց դա ցավոք սրտի տեղի չունեցավ։ Հիմա սպասելիքները այդպեսին մեծ չեն։ Սպասելիքներ ոչ, ես սպասելիքներ ունեմ։ 4 միավոր ունի Նոան այս պայդրությամբ, այդ 4 միավորը ուներ 6 խաղի արդյունքով նախորդ մրցաշրջանում։ Հիմա արդեն 4 միավոր ունի 2 խաղի արդյունքով ուներ, դե երրորդը պարտվեց, եւս 3-ը, չէ, եթե ճիշտ եմ հիշում։ 3 հանդիպում դեռ կա եւ հիմա եթե նայում ենք մրցակիցներին, իրոք Աբերդինի հետ պետք է ամբողջ ուժերը ներդնել։ Աբերդինը դուք էլ նշեցիք, որ շատ վատ մարզավիճակում է, միայն 1 միավոր է վաստակել, վերջին տուրում, երրորդ տուրում ոչ ոքի արդյունք գրանցեց, պարտվել է գերխոշոր հաշվով, մի խոսքով հարմար իրավիճակ է Աբերդինի հաղթելու համար, եթե իհարկե
Նոայի մարշչական շտաբը, Նոայի ներկայացուցիչները կարողանան գոնե ինչ-որ չափով ստեղծված խնդիրներին լուծում տալ։ Նոան նաև մրցակցի դաշտում կոնֆերենցիաների լիգայում, եթե նայում եք նաև նախորդ մրցաշրջանը, վատ ֆուտբոլ չի ցուցադրել։ Նույնիսկ Չելսիի հետ դե սկզբնամասում, լավ այսպես ասեմ։ Դե Չելսիի հանդիպումը մի փոքր այլ պատմություն էր, որովհետև Ռուի Մոտան որոշեց, որ պետք է անդավաճան մնա իր խաղավոճին, իսկ Չելսիի դեմ արձակողական ֆուտբոլ ցուցադրելը տեսանք թե ինչի կարող է հանգեցնել։ Ես կհիշեմ Բաչկա Տոպոլայի դեմ հանդիպումը պարտվեցին 3-4 հաշվով, բայց հաղթում էին 3-1 հաշվով եւ այդ ժամանակ այնքան շատ գոլային պայեր ունեինք, ու եթե օգտագործեինք, նույնիսկ հնարավոր է կարողանայինք անցումային փլեյօֆի ուղեգիր նվաճել։ Այնպես որ Նոան արտագնա խաղերում լավ ֆուտբոլ է ցուցադրում, Օլիմպիայի դեմ խաղը կարող ենք հիշել այս մրցաշրջանում, թեկուզ Լինկոլն Ռեդիմսի դեմ հանդիպումը 2 գոլ խփեցինք, մրցավարը դրանցից ոչ մեկը չարձանագրեց, 1-1 հաշվով ավարտվեց հանդիպումը։ Մի խոսքով Նոան կարող է հավասարի առնվազն հավասարի պայքար առաջարկել Աբերդինին եւ հենց այդ հանդիպումից պետք է կարճի, որովհետև պարտության դեպքում շատ աննշան կլինեն շանսերը անցումային փլեյօֆի ուղեգիր նվաճելու։ Այստեղ Սուլիչի ձայն լսեցինք եւ մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ իմ հյուրն է Fast Media հեռուստաընկերության մեկնաբան Էդմոն Մարտիրոսյանը։ Էդմոն, անդրադառնանք նաեւ մյուս եվրագավաթներին, գլխավոր եվրագավաթին։ Նախորդ շաբաթ այսպես թոփ դիմակայությունների պակաս չկար Չեմպիոնների լիգայում։ Ինչ տեսանք այնտեղ, Լիվերպուլ, Ռեալ, Paris Saint-Germain, Բավարիա, Յուվենտուսի Ինտերի խաղերին էինք հետևում, Բարսելոնան տարօրինակ կերպով Բելգիայում այսպես անհաջողություն դա կարող է անվանել Բարսելոնա, իհարկե Բարսելոնայի համար։ Սիթին, Արսենալը իրենց խաղերը հաղթեցին բավական այդպես վստահ խաղով եւ գտնվում են առաջին ութնյակում։ Ինչ ենք տեսնում այնտեղ, մենք նախ սկսենք երևի Բավարիայից, որը Փարիզում հաջողեց, չնայած խաղի գերակշիռ մասը 10 հոգով էր հանդես գալիս, Լուիս Դիասի այդ հեղինակած 2 գոլից հետո Լուիս Դիասը բավական կոպիտ կերպով խախտեց կանոնները, վնասվածք պատճառեց Հակիմիին եւ հեռացվեց խաղադաշտից, այդպես Բավարիային շատ բավական բարդ իրավիճակում դնելով, բայց Բավարիան դիմացավ։ Շատ են կարծիքները, որ այս Բավարիան, որը բոլոր խաղերը հաղթել է, այսպես գլխավոր ֆավորիտն է այս պահի դրությամբ։ Բայց մենք գիտենք, որ նույնիսկ թոփ ակումբները մրցաշրջանի ընթացքում որոշակի անկումային հատված ունենում են։ Այդպես էր, օրինակ, եթե հետ գնանք նախորդ մրցաշրջան, նույն Չեմպիոնների լիգայում Լիվերպուլն էր այսպես գնում։ Անպարտելի Լիվերպուլը, դե վերջի խաղը արդեն ոչ որոշիչ խաղ էր, բայց անպարտելի Լիվերպուլը, որը անկումային այսպես շատ կարճատև հատված ունեցավ այդ հունվար-փետրվարին եւ հենց Paris Saint-Germain-ի հետ 1/8 եզրափակիչը տեղի ունեցավ։ Լիվերպուլը ինքնին նման չէ։ Հիմա Բավարիայի պարագայում ակնհայտ է, որ այդ անկումը ինչ որ մի պահի կլինի, հնարավոր չէ ամբողջ մրցաշրջան մեկ ոտքով անցնել, այն նույնիսկ դե Չեմպիոն լիգայի նաև բոլոր փուլերը, երբ որ Չեմպիոն լիգայում դե դիմակայությունը, մրցակցությունը շատ մեծ է։ Ինչ սպասենք Բավարիայից։ Բավարիան Վենսան կոմպանիի գլխավորությամբ իրոք կրկին դարձել է գերմանական մսաղած, գերմանական մեքենա, հոշոտում է բոլոր մրցակիցներին, թե Գերմանիայում, թե դրանից դուրս։ Paris Saint-Germain-ի դեմ խաղում իմ կարծիքով ֆավորիտ էր եւ ապացուցեց այդ ֆավորիտի կարգավիճակը։ Ինչի հիման վրա էր այդ կարծիքը։ Որովհետեւ PSG-ում խնդիրները շատ են ու PSG-ն նույնիսկ Լիգա 1-ի հանդիպումների ժամանակ բավական լուրջ խնդիրների է հանդիպում, եղել է հանդիպումներ, որոնք չի կարողացել հաղթել, կան վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, Դեմբելեն կրկին վնասվածք ստացավ, փոխարինվեց Դեմբելեն, լավ մարզավիճակում չէ։ Մյուս ֆուտբոլիստները եւ այդ ամենը իրար կողք դնելով կարծում եմ Բավարիան ֆավորիտ էր, որովհետեւ իրոք նախ հոգեբանական բարձունքի վրա է Վենսան կոմպանիի գլխավորած թիմը Բունդեսլիգայում բոլոր մրցակիցներին հաղթում է եւ դա լրացուցիչ վստահություն է տալիս թիմին եւ նաեւ կոմպանին շատ բան է փոխել, երբ նա գլխավորեց Մյունխենի Բավարիան, ես թերավատորեն էի մոտենում այդ տեղափոխությանը, որովհետև նրա Բարնլին դուրս մնաց Անգլիայի Պրեմիեր լիգայից, իրոք շատ հետաքրքիր էր, գնաց Չեմպիոնշիփ, բայց կոմպանին ավելի բարձր մակարդակ տեղափոխվեց, Շոն Դայչն էր կատակել, վստահաբար հիշում եք, ասել էր ես էլ եմ ցանկանում Բարնլիի հետ դուրս մնալ Պրեմիեր լիգայից, բայց տեղափոխվել Բավարիա։
չգիտեմ, կոմպանին երիտասարդ եւ խոստումնալից մասնագետ է, ապացուցում է դա, բայց նաեւ համաձայն եմ, որ անկում լինելու է, բայց ինձ համար գլխավոր ֆավորիտը Չեմպիոնների լիգան հաղթելու այս պահին Բավարիան չէ, կա մեկ այլ թիմ, որը արդեն շատ հասուն ֆուտբոլ է ցուցադրում, դա Լոնդոնի Արսենալն է։ Արսենալից խոսենք այս բարեգայում։ Իդեպ հաջորդ դիմակայությունը Արսենալ Բավար է։ Շատ հետաքրքիր կլինի այո։ Երկու հիմնական 100%-անոց արդյունք այս պահի դրության վաստակած թիմերից են, երկուսը Ինտերն էլ է 100%-անոց արդյունք ապահով է այս պահի դրությամբ։ Ինտերից առանձնաբար կխոսենք նաև Հենրիխ Մխիթարյանից։ Արսենալը այո, հասուն ֆուտբոլ է ցուցադրում, նախորդ մրցաշրջանում էլ լիգայի փուլում Արսենալը քառյակի մեջ էր։ Մինչև կիսաեզրափակիչ հասավ, ինչ որ մի բան չհերիքեց Paris Saint-Germain-ի հետ դիմակայությունում երկխաղյա։ Միշտ վերջին մրցաշրջաններում մենք դա տեսնում ենք, Արսենալին ինչ որ մի բան չի հերիքում մրցաշրջանի ավարտին։ Նախորդ մրցաշրջանը Եվս մեկ վկայություն, էլ չեմ ասում դրա նախորդները։ Ինչ մի բան չի հերիքում, ինչպես իմ ծանոթներից մեկն է ասում, ոնց լինի Մանչեսթեր Սիթին այն բանի խաչմերուկի վրա կանցնի, այսպես ասած էլի, պատկերավոր ասած, այն վերջին խաչմերուկներից վրա մեկի վրա կանցնի Արսենալին։ Հիմա այս պարագայում Արսենալն կհերիքի է այս ամենը։ Մենք տեսնում ենք, այո, դուք ճիշտ եք, որ Արսենալը համալրեց իր կազմը նոր ֆուտբոլիստներով, բավական որակյալ ֆուտբոլիստներով, որոնք նաև ընդգրկվում են հիմնական կազմում եւ կարծես այս պահի դրությամբ ունի երկու հիմնական կազմ։ Շատ ուժեղ ֆուտբոլիստներ են հանդես գալիս Արսենալում, համաձայն եմ, յուրաքանչյուր մրցաշրջանում ինչ որ բան պակասում է Արսենալին ու Պատրիս Էվրան էր շատ լավ բնորոշել, բնութագրել այդ իրավիճակը, նա ասել է Արսենալը կարծես Netflix-ը լինի, միշտ սպասում ես հաջորդ սեզոնին եւ միգուցե եկել է այդ մրցաշրջանը, որովհետեւ Միկել Արտետան իրոք ստեղծել է մրցունակ թիմ, եթե նախորդ մրցաշրջանում Արսենալում անկում եղավ եւ եթե որոշակի առումով այն պրագմատիկ ֆուտբոլը, որը պարբերաբար Արսենալը ցուցադրում էր, արդյունք չտվեց, ապա այս մրցաշրջանում հակառակն ենք տեսնում։ Արսենալը գոլեր բաց չի թողնում։ Արսենալը կարողանում է շատ լավ պաշտպանվել եւ գոլ խփելուց հետո գցում է խաղի տեմպը, շատ հանգիստ սկսում է գնդակը խաղարկել։ Բայց դա պրագմատիզմ չէ։ Դա պրագմատիզմ է, բայց նախորդ մրցաշրջանում այդ պրագմատիզմը չէր աշխատում։ Այսինքն ֆուտբոլիստները ինչ որ կոպիտ սխալ էին թույլ տալիս, հիշեմ Տոտենհեմի դեմ հանդիպումը հաղթում էին 1-0 հաշվով, շատ լավ ֆուտբոլ էին ցուցադրում, ուղղակի սպանում էին հանդիպումը, բայց եղավ կոպիտ սխալ, գոլ բաց թողեցին եւ այդպես շատ խաղեր են եղել։ Այս մրցաշրջանում կարողանում են իրենց սցենարով տանել հանդիպումը, դա անչափ կարևոր է։ Եվ Արսենալը նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում է հրաշալի ֆուտբոլ ցուցադրում։ Այո, պարտություն կրել է Լիվերպուլից կրած պարտության մասին։ Բայց երկու իր հիմնական մրցակիցների հետ դիմակայություններում հենց առաջի շրջանի չի հաղթել, մեկ միավոր է վաստակել։ Սիթիի հետ ոչ ոքի, Manchester City-ի դեմ խաղը իրոք շատ լավն էր, որովհետև Արսենալը ամեն ինչով գերազանցեց մրցակցին եւ պատկերացնում եք Պեպ Գվարդիոլայի թիմը չէր կարողանում գնդակ պահել։ Պեպ Գվարդիոլան այսպիսի համեմատություն կանեմ, այդ խաղում դարձել էր Ժոզե Մոուրինյո։ Նա միայն պաշտպանվում էր։ Կարողացավ հակագրոհի միջոցով գոլ խփել, մինչև 94-րդ րոպեն պաշտպանվեց, բայց Արսենալը բերեց իր գոլը։ Լիվերպուլի դեմ խաղում էլ Արսենալը վատ տպավորություն չթողեց, դա ոչ ոքի հանդիպում էր, ուղղակի Սոբոսլայի պրագմատիկ ֆուտբոլ են խաղում, այո, երկուսն էլ այդ պահին չպարտվելու միտումով էին։ Արսենալը հասունացել է արդեն, ուղղակի, չգիտեմ, ինձ անդադար ինչ որ բան խանգարում է ամբողջությամբ հավատալ Արսենալին, որովհետև օրինակ նախանցած մրցաշրջանում էր, հիշում եք, մինչև վերջին տուրը չեմպիոնական պայքարի մեջ էր, բայց տիտղոսը նվաճել չկարողացավ։ Այսինքն միշտ ինչ որ բան Արսենալին խանգարում է ու շատ հնարավոր է, որ այս մրցաշրջանում էլ ինչ որ այդպիսի բան լինի, բայց ամենայն դեպս այս պահին իրոք Արսենալը շատ բարձր մակարդակի վրա է ու դեռ չի արտացոլվում, չի նշмарվում, թե ինչը կարող է լոնդոնյան թիմին խանգարել։ Եվ մեզ համար հիանալի այսպես դիտում կապահովի Արսենալի եւ Բավարիայի դիմակայությունը, հետագայում նաեւ Արսենալը այս լիգայի փուլի ավարտական խաղերից մեկում ունի Ինտերի հետ խաղը Միլանում։
Այսինքն այդտեղ մենք կտեսնենք, թե այս Արսենալը ինչի է ունակ Չեմպիոնների լիգայում։ Չեմպիոնների լիգայի փուլը իրականում շատ է տարբերվում։ Եղան թիմեր նախորդ մրցաշրջանում, երբ լիգայի փուլը ուղղակի ձախողեցին նույն Paris Saint-Germain-ը, բայց play-off-ում տեսանք, թե ինչ ֆուտբոլ ցուցադրեց։ Կարծում եմ ամեն դեպքում որոշակի այսպես հավելյալ հանգստությամբ են լիգայի փուլում առնվազն մինչև վերջին տուրերը խաղում թիմերը, եւ հետո երբ պետք է լինում միացնում են շարժիչը, այնպես որ ամբողջությամբ ճիշտ կարծիք կազմել լիգայի փուլի խաղերից կարծում եմ հնարավոր չէ, բայց ամեն դեպքում Բավարիայի դեմ հանդիպումը, նաև Ինտերի դեմ հանդիպումը շատ հարցերի պատասխաններ կտան։ City-ի մասին նշեցիք, Էդմոն, նշեցիք, որ տարօրինակ է, որ Գվարդիոլայի City-ն գնդակ չի պահում, բայց այս մրցաշրջանում հենց այդպիսինն է City-ն։ Փոխվել է Գվարդիոլան։ Հենց այդպիսինն է այդ թիմը։ Մենք չենք տեսնում այդ երկարատև խաղարկումները, մինչև ինչ որ մի գոլային պահ ստեղծելը։ Լրացուցիչ գեղեցկություն չենք տեսնում City-ի խաղում։ Չկա։ Փոխվել է խաղը եւ դա ինձ թվում է նախորդ մրցաշրջանից հետո, այդ անկումային վատ մրցաշրջանից հետո Գվարդիոլան դուրս եկավ եւ հասկացավ, որ այլևս վերադարձնել այդ ամենը հնարավոր չէ, գուցե եւ փորձում է, չենք կարող ասել։ Կարծիքով օգնել է Գվարդիոլան։ City-ն ֆավորիտ է թե չէ։ Ինձ համար ֆավորիտների մեջ։ Ինձ համար 3 ֆավորիտների մեջ հաստատ չկա։ Ֆավորիտ չէ նաեւ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ City-ի խաղը ամբողջությամբ փոխվել է։ Կարծում եմ Գվարդիոլան ամեն դեպքում հոգնել է, չգիտեմ, քնում զարթնում էր, ինչ որ նոր բաներ մտածում, հիմա այդ նոր բանը չենք տեսնում։ City-ն հաղթում է Հոլանդի գոլերի շնորհիվ, եւ որ խաղում Հոլանդը լավ ֆուտբոլ չի ցուցադրում, այսինքն իր բայրը չի օգտագործում կամ նրան լավ զսպում են, City-ն չի կարողանում միավոր վաստակել։ Իշենք Aston Villa-ի դեմ խաղը պարտվեց 0-1 հաշվով։ Մոնակոյի դեմ խաղում Հոլանդը 2 գոլ խփեց, բայց City-ն այդ խաղը հաղթել չկարողացավ։ Այնպես որ կարծում եմ այս մրցաշրջանն էլ City-ի համար հաջող չի լինի, չեմ ասում, որ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չի նվաճի, բայց ամենայն դեպս չեմ էլ տեսնում City-ին չեմպիոնական պայքարում ու նաև Չեմպիոնների լիգայում էլ չեմ կարծում, որ կկարողանա հասնել օրինակ եզրափակիչ ինչ որ մի փուլում նրան դուրս կթողնեն պայքարից։ Չեզոք ֆուտբոլասերը որպես կանոն գուցե եւ դժկամության որոշները որ Մադրիդի Ռեալի դեմ են երկրպագում, հետաքրիր հնչեց։ Որպես կանոն տեսնում են Ռեալին Չեմպիոնների լիգայի եզրափակում կամ առնվազն ավարտական փուլերում։ Հիմա մենք նախ անդրադառնանք Լիվերպուլ Ռեալ կարճ անդրադառնանք այս դիմակայությանը, ինչ տեսանք այդտեղ։ Տեսանք ֆենոմենալ ֆուտբոլ ցուցադրող Լիվերպուլի, որը ուղղակի 1000 մի պաս ստեղծեց, եւ տեսանք ֆենոմենալ ցուցադրող Թիբո Կուրտուայի։ Իրոք եթե Կուրտուան չլիներ, Լիվերպուլը երևի խոշոր հաշվով առավելության կհասներ Ռեալի հետ։ Հիշեցրեց 2022-ի եզրափակիչը։ Ամբողջությամբ հիշեցրեց, ուղղակի Ռեալը չկարողացավ գոլ խփել եւ հաղթել նվազագույն հաշվով։ Այդպիսի սպասելիքները անկեղծ չունեի, կարծում էի, որ հիմնականում հավասար պայքարում է խաղը անցնելու եւ ոչ ոքի հաշվով է ավարտվելու։ Ռեալ Մադրիդը ֆավորիտ էր այդ խաղում։ Ըստ որոշ հաշվարկների, որովհետեւ Լիվերպուլն էլ գտնվում է անկումային փուլում ամենայն դեպս։ Եվ մենք Լիվերպուլը այնպես էր տրամադրված, երբ Ռեալի դեմ յուրաքանչյուր խաղում է Լիվերպուլը այդպես տրամադրվում, հաշվի առնելով այն երկու եզրափակիչները, որոնք պարտվեց, իրոք շատ լավ ֆուտբոլ խաղաց Լիվերպուլը եւ կարծես թե արդեն դուրս է գալիս այդ ճգնաժամից, Aston Villa-ի դեմ խաղում էլ հրաշալի տպավորություն թողեցին Լիվերպուլի ֆուտբոլիստները, իսկ Ռեալը մի տեսակ անջատված էր։ Չգիտեմ, չէի սպասում, որ Ռեալը ընդամենը 1 իրական գոլային պահ կունենա, դա էլ Բելինգեմի անհատական վարպետության շնորհիվ, երբ Մամարդաշվիլին փրկեց դրությունը, օրինակ El Clasico-ում շատ լավ ֆուտբոլ խաղաց Ռեալը, դրանից հետո սպասելիքները ավելի մեծացան։ Ալոնսոյի նախնական պլանը չաշխատեց, այսպես կարող ենք ասել։ Կարող ենք ասել, ոչինչ չաշխատեց այդ պարագայում, Ռեալը չէր կարողանում վտանգավոր բայեր ստեղծել։ Քոնոր Բրեդլին երկրորդ մրցաշրջանում անընդմեջ Ռեալի դեմ խաղերում փայլուն ֆուտբոլ ցուցադրեց, չնայած սխալներ է թույլ տալիս այլ մրցակիցների հետ։ Այո, շատ հետաքրքիր է, կարողանում են Մբապե, Վինիսիուս փակել, բայց այլ մրցակիցների դեմ խաղերում սխալները երևում են։ Ամեն դեպքում կարծում եմ ավելի շատ Ռեալից մեծացան սպասելիքները El Clasico-ից հետո, երբ Բարսային ամեն ինչով գերազանցեց, բայց պետք է հաշվի առնել նաև այն, որ Բարսելոնան է հիմա վատ վիճակում եւ դա երևաց նաև Բրյուգեի դեմ խաղում։
Եվ հասնենք վերջին րոպեին անդրադառնալ Միլանի Ինտերին, Հենրիխ Մխիթարյանը ցավալի է, որ վնասվածքի պատճառով բաց է թողնում խաղերը, Ինտերը դարձյալ ինչ-որ ստաբիլ ֆուտբոլ է, չնայած այսպես ուժեղ մրցակիցներ դեռևս կարծես չի ունեցել Չեմպիոնների լիգայում, եթե սխալվում եմ, ինձ ուղղեք։ Ինտերը Կիվուի գլխավորությամբ հիմա կարելի է կազմավորել, հա, լավ ֆուտբոլ չխաղաց Կայրաթի դեմ, ղազախական թիմը զարմանալիորեն կարողացավ, չասեմ հավասար պայքար մղել, բայց ինտրիգը պահել, կարողացավ խնդիրներ ստեղծել Ինտերի համար, բայց Կիվուին ժամանակ է հարկավոր, Ինձագի հեռանալուց հետո հեշտ չէ կրկին նա կառուցել թիմ, որը կարող է հասնել այն մակարդակի, որ խաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Այնպես որ սա Կիվուի համար կարող ենք համարել անցումային մրցաշրջան, սկզբում նաև շատ էին քննադատությունները, նույնիսկ ասում են, եթե 2-3 ռաունդ մեջ պարտություն լինի Կիվուին կհեռացնեն, բայց Ինտերի ղեկավարությունը նրան ժամանակ կտա եւ կարծում եմ այս մրցաշրջանը Կիվուն կօգտագործի նոր թիմ կառուցելու համար։ Իսկ Հենրիխ Մխիթարյանը ժամանակ չունի կարիերայի վերջի տարիներն շատ ցավալի է հիմա որ վնասվածք ունի, որովհետև հիշում եմ մի քանի շաբաթ առաջ Ռոմայի դեմ ինչ ֆուտբոլ ցուցադրեց, իրոք Հենրիխ Մխիթարյանը չնայած տարիքին կարողանում է դեռ բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ, ամեն դեպքում ես մտածում եմ, որ նրա հետ եւս 1 տարով կերկարաձգեն պայմանագրի ժամկետը եւ հաջորդ մրցաշրջանում եւս այնինք տեսնենք Ինտերի կազմը ամենաբարձր մակարդակում դարձյալ հուսանք։ Եվ վերջին հարցը 3 ֆավորիտներին նշեցիք, իսկ Չեմպիոնների լիգայի այս ձևաչափը ի վերջո արդարացնում է այն սպասելիքները, որ ուներ UEFA-ն եւ UEFA-ին հարող, այսպես UEFA-ին հավատացող ֆուտբոլասերները, փորձագետները։ Կարծում եմ ձևաչափը արդարացնում է սպասելիքները, որովհետև շատ հետաքրքիր թոփ հանդիպումների են ականատես լինում, նաև որոշ թիմեր հնարավորություն են ունենում հրաշքներ գրելու, օրինակ Բրյուգեն սեփական դաշտում 3-3 հաշվով խաղաց Բարսայի հետ, եթե օրինակ Բրյուգեն նախորդ ձևաչափով ինչ որ մի ձև խմբից դուրս գար եւ 1/8 եզրափակիչում հանդիպեր Բարսելոնային, այս պատմությունը դժվար թե տեսնեինք, ես ամեն դեպքում կարծում եմ, որ լիգայի փուլում, մասնավորապես սկզբնական տուրերում թիմերը հավելյալ հանգստությամբ են խաղում եւ դա արդեն մրցակիցներին է հնարավորություն տալիս, մրցակից թույլ թիմերին է հնարավորություն տալիս ինչ որ հետաքրքիր պատմություն գրել, ինչը եւս մեկ անգամ նշեմ արեց Բրյուգեն։ Եվ լիգայի փուլի այսպիսի աղյուսակին ես այդպես եմ մոտենում հարցին, պետք է նայել 4-րդ, 5-րդ տուրից սկսած։ Շնորհակալ եմ Էդմոն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, հետաքրքիր զրույցի համար, մեր ունկնդրին եւ ակնդրին հիշեցնեմ, որ զրուցեցի Fast Media հեռուստաընկերության մեկնաբան Էդմոն Մարտիրոսյանի հետ։ Սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, տեսագրությունը հարգելի ունկնդիրներ կարող եք դիտել Հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, YouTube-յան ալիքում եւ armradio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ առայժմ։ Sportcast